Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Եստերի քիրք երկրորդ գլուխ։ Եստեր գլա թակուհի։ Այս դեպքերեն յետք, երբ Ասերվոս թագավորին Սասումը մեղմացավ, Վաշտին անոր ըրածը եւ անոր թեմ վճռածը հիշեց։ Թագավորին ծառայող սպասավորները ասին. Թագավորին համար վայելուչ տեսքով գույս երդասարտուհիներ թող փնտրվին։ Թագավորը իր թագավորության բոլոր գավառներու մեջ վերադեսուչներ թող նշանակե, որբեսի բոլոր վայելուչ տեսքով գույս երդասարտուհիները Շուշան մայրաքաղաքը հավաքեն գանանոցը, թագավորին ներքինիին գիներու բահաբան հեքեի հսկողության տակ։ Անոնց օձանակներ թող դրվին, ու թագավորին հաջելի եղող երդասարտուհին Վաշտիի դեղ թակուհի թողլա։ Այս խոսքը թագավորին հաջելի եղավ եւ այդպես ըրավ։ Շուշան մայրաքաղաքի մեջ հրյա մարդ մգար, որուն անունը Մուրդկե էր։ Բենյամինյան Գիսի որդիին, Սեմեի որդիին, Հայիրի որդիներ։ Ան Երուսաղեմեն դարակրված էր այն քերիներուն հետ, որոնք Բաբելոնի Նաբուկոդոնոսոր թագավորին դարակրած Հութայի Հեկոնիա թագավորին հետ դարակրվեցան։ Ան իր հորեղբոր աղջիկին Աթասայի, այսինքն Եստերի հոգադարն էր, որովհետև ան հայր ու մայր չուներ։ Այդ երդասարտուհին քեղեցիկ թեմք եւ այլուչ դեսք ուներ։ Անոր հոր ու մոր մեռնելեն յետք Մուրդկե զայնքով արերեր իբր իր աղջիկը։ Երբ թագավորին հրամանը եւ հրովարտակը լսվեցան ու Շուշան մայրաքաղաքի մեջ շատ երդասարտուհիներ հավաքվեցան, Հեքեի հսկողության տակ, Եստերալ բալադը ընդունվեցավ գիներու բահաբան Հեքեի հսկողության տակ։ Երդասարտուհին անոր հաջելի եղավ եւ անոր արչեւ գարեկցություն կդավ։ Անալ արտորալով իրեն դվավ իր օձանակներն ու ռոջիգը, նաեւ բալադեն իրեն դրվելու համար պատրաստված 7 սպասուհիները եւ զինք իր սպասուհիներուն հետ փոխադրեց գանանոցին լավակույն հարգապաժինը։ Եստեր իր ժողովուրդն ու ասկությունը չհայտնեց, քանի Մուրդկե անոր բադվիրեր էր, որ չհայտնե։ Մուրդկե ամեն օր գանանոցի քավիթին արչև գշրջեր, որբեսի Եստերի որբիսությունը եւ անոր հետ վարվելու գերբը գիտնա։ Երբ յուրաքանչյուր երդասարտուհի գարկը քար, Ասերվոս թագավորին քով գերտար, գիներու կանոնին համաձայն 12 ամիս պատրաստվել է յետք։ Արտարև անոնց արտուզարտին օրերը սաբես կանցնեին, 6 ամիս զմուրսի յուղով գոցվեին, 6 ամիս ալ փուրավետ համեմներով եւ գիներու օձանակներով։ Այսպես պատրաստված երդասարտուհին թագավորին քով գերտար, ինչ որ ուզեր անոր գդրվեր, որբեսի իրեն հետ կանանոցեն բալադը դանի։ Ան իրիգունը գերտար եւ արդու մյուս կանանոցը գվերաթարնար, թագավորին ներքինիին հաջերու բահաբան Սասկազի հսկողության տակ։ Ան անգամն ալ թագավորին քով չեր երթար, բայց միայն եթե թագավորը անոր փախցար եւ ան անունով կանչվեր։ Երբ թագավորին քով երթալու գարկը Մուրդկեի հորեղբոր Ափիքելի աղջիկին Եստերի եկավ, որ Մուրդկե քով արեր էր իբր իր աղջիկը, ան թագավորին ներքինիին գիներու բահաբան Հեքեի որոշածեն զատ ուրիշ ոչինչ բանջեց։ Եստեր բոլոր զինգդեստողներուն արչև շնորհ կգտներ։ Եստեր Ասերվոս թագավորինքով անոր բալադը ընդունվեցավ 10-րդ ամիս, այսինքն թեպետ ամսվա մեջ անոր թագավորության 7-րդ դարին։ Թագավորը Եստերը բոլոր գիներեն ավելի սիրեց եւ ան իր արչև բոլոր գույսերեն ավելի շնորհք ու գարեկցություն կդավ։ Ոստի թագավորական թակը անոր գլուխը դրավ եւ զայն Վաշտիի դեղ թակուհի եղավ։ Թագավորը իր բոլոր իշխանավորներուն ու ծառաներուն մեծ խնջույք մսարկեց, Եստերի խնջույքը։ Գավառներուն ալ հանգստություն շնորհեց եւ բարգեւներ տվավ թագավորին արադացերության համեմատ։ Մուրդկե գփրկե թագավորին կյանքը։ Երբ երկրորդ անգամ գույսեր հավաքեցին, Մուրդկե թագավորին թուրը գնստեր։ Եստեր իր ասկությունը եւ ժողովուրդը հայտնաչեր, ինչպես Մուրդկե իրեն բադվիրեր էր։ Արտարև Եստեր Մուրդկեի հրամանը գործադրեր, ինչպես երբ անոր հոգադարության տակ էր։ Այդ օրերը, երբ Մուրդկե թագավորին թուրը գնստեր, Թրամ բահաբաններեն Փիկթան ու Թարես թագավորին երկու ներքինները
զայրացան եւ մտադրեցին ասերվոս թակավորին վրա ցերկ երկարել։ Մուրտկե այս լուրեն դեղյակը լալով Եստեր թակուհին իմացուց։ Եստերալ Մուրտկեի անունով թակավորին պատմեց։ Այս խնդիրը քննարկվելով ըստուգվեցավ, ուստի անոնք երկուքն ալ ծարեմը գախվեցան եւ ասիգա ժամանակակրթության քիրքի մեջ գրվեցավ թակավորին ներգայության։ Փառքես Դեր Աստված մեր։ Ամեն։